5 նշան, որ վկայում են քո բարձր տագնապայնության մասին, եւ եթե այս նշաններից մեկ կամ մի քանիսը քեզ ծանոթ են, ապա շատ հնարավոր է, որ խնդիրը քո շատ մտածելու մեջ չէ։ Առաջին նշանը անդադ մտածում եմ, ուղեղս չի անջատվում, անդադ կան գլխումս ինչ-որ սցենարներ ու դրանք իհարկե վատն են ապագայի մասին եւ անընդհատ այդ սցենարները կանխել, կանխարգելել այս աշխատանքով զբաղված ուղեղը։ Երկրորդը մարմնական լարվածություն, մշտական եւ գանգատներ, որոշակի շատ հնարավոր է նաեւ մարմնական, սրտի շրջանում, մարդը սրտի զարկերը ոնց որ լսի, սրտի զարկերը արագ են, սեղմոտ սրտի շրջանում, կոկորդի շրջանում, նաեւ շնչառության հետ կապված ինչ-որ գանգատներ, հեվում է մարդը, ասում լրիվ չի բացվում թոքերս կամ շատ հաճախ եմ շնչում ու մակերեսային ու այլ մարմնական գանգատներ եւ նաեւ մկանային լարվածությունը նաեւ շատ հաճախ է հանդիպում։ Երրորդ նշանը փորձում ես ամեն ինչ վերահսկել, անորոշությունը շատ դժվար է ստանում, որով եւ պայմանավորված փորձում ես այնպես անել, որ ոչ մի վատ բան չպատահի ու ամբողջ հոգեկան ու մարմնականը ռեսուրսները բոլոր ուղղված են դրան, դա շատ հյուծուղ է իհարկե, որովհետեւ եթե ինչ-որ մի վատ բան պատահի, անցանկալի իրավիճակ լինի, ես չեմ դիմանա, ես շատ կվատանամ դրանից, Չորրորդ նշանը խուսափողական վարքն է։ Երբ ես խուսափում եմ ամբողջ ժողովի չեմ գնում, ընկերներիս հետ հանդիպումների չեմ գնում, հրաժարվում եմ այդ հարսանիքին էլ չգնաց, որովհետև կարող գնամ այնտեղ ու վատանամ, հասկանում եք, իրեն շոփինգի է, սեն են, ինչ որ տեղեր յուրաքանչյուրի համար դրանք մի քիչ անհատական են, չեմ գնում այն պատճառով, որ կարող է այնտեղ վատս գամ։ Եվ 5-րդ նշան նույնիսկ հանգիստ պայմաններում, երբ ահա եկավ այն ժամը, որ ես կարող եմ ֆիլմ դիտել, չգիտեմ, պառկել, թեյ լցնել, հանգստանալ, նայել պատուհանից դուրս, հանգստանալ պարզապես օրվա լարվածությունից, չեմ անջատվում, այդ ժամանակ նույնպես լարված եմ, չեմ հանգստանում, կարելի է ասել։ Եվ որ շատ կարևոր է հարգելնից, եթե այս նշաններից 3 եւ ավելը ձեզ մոտ առկա են 2 շաբաթ եւ ավել, դա նշան է, որ դուք դիմեք բժշկի։ Ես այս նշանները իհարկե որոշ չափով համապատասխանում են դիագնոստիկ ինչ-որ չափանիշների, բայց դա չի նշանակում, որ դուք ինքնախտորոշում պետք է դնեք։ Անհրաժեշտ է, որ դուք դիմեք մասնագետի, մասնագետը ճշգրիտ կանխորոշի եւ համապատասխան բուժում ձեզ կառաջարկի։ Իսկ մասնագետը ով է, մասնագետը բժիշկ հոգեթերապևտն է, խնդրեմ տեսնում եք նրան։ Առողջություն։